Ուրեմն կխոսեմ Անիտագերի աշխատանքներից մեկի մասին, ուզում եմ ի սկզբանե հիմնավորել իմ ընտրությունը, որովհետև իմ կարծիքով այս լուսանկարը բնութագրում է Տագերի մոտեցումները որպես լուսանկարիչ, ինչ ենք տեսնում, հա, լուսանկարի մեջ առաջին հայացքից դիմապատկեր, որտեղ կա գլխավոր հերոս եւ կան երկրորդական հերոսներ, բայց ընդհանուր էմոցիոնալ տպավորությունը շատ պոզիտիվ, դրական, ժպտացող դեմքեր են, որից հետո գալիս է արդեն երկրորդ կետը, երբ որ սկսում ես ընթերցել նկարը ու ինֆորմացիան, որը ստանում ես լուսանկարից, այսինքն առաջի հայացք օրինակ ինձ մոտ գնում է հագուստին, դետալներով դու սկսում ես նկատել, որ հերոսները ռազմական կերպարներ են, իսկ իրականում, այսինքն ինֆորմացիան այսպեսին է, որ սա Իսրայելի, ուրեմն ոստիկանության ռազմական ստորաբաժանման ծառայողներն են, որոնք շատ վտանգավոր մարդիկ են համարվում իրականում, այսինքն այս թողնենք այստեղ, հետո անցնում ենք հաջորդ քայլին, նայում ենք գետնապատկերը, այնտեղ տրվում է նաև ինֆորմացիան տեքստի լեզվի միջոցով կա թե իվրիտ, թե արաբերեն, թե անգլերենով տեքստ, որը որ ընթերցելու դեպքում կարելի է հասկանալ, որ սա Իսրայելի 5 քաղաքի տաճարների, սուրբ տաճարների հատվածն է, արաբական, քրիստոնեական, կոնկրետ մեր լուսանկարի մեջ երևում են ձախ կողմում քրիստոնեական սրբապատկերներ, այսինքն հասկանալի է դառնում, որ այս ծառայողները մեր դեպքում հսկիչներն են տաճարի ու լուսանկարում նաև առկա է զենքը, որը որ նաև խոսում է նրա մասին, որ պետք է որպես լուսանկարիչ, հանդգնել գնալ ընդառաջ ու ունենալ այս կադրը, ու իմ համար ինչ է ֆանտաստիկ կադրը, որովհետև Տագերի համար շատ յուրահատուկ է լայն օբյեկտիվը, իսկ լայն օբյեկտիվը ենթադրում է, որ դու եթե ուզում ես ստանալ այսպիսի դիմապատկեր, դու շատ մոտ ես գնում մարդուն, անցնում ես այդ անձնական տարածքը ու նայելով հերոսների աչքերին, հայացքին կարելի է տեսնել, որ այնտեղ կա ուղիղ կոնտակտ լուսանկարչի հետ ու այն կերպարանափոխությունը, որը որ Տագերը ստացել է, անցնելով այդ անձնական բարիերը, վախը կարելի ասել, որը որ ես պատկերացնում եմ, որ կարելի է ունենալ, ստացել է շատ յուրօրինակ հերոսներ, հակասական ու հենց այս կերպարանափոխության մեջ ես տեսնում եմ Տագերին որպես շատ մարդասիրական, մարդասեր լուսանկարիչ, հիմնական բանը որ կուզեի ասել։